Ամառային հանգստի սեզոնին զուգահեռ Մերձավոր Արևելքի օդում քաղաքացիական ինքնաթիռների փոխարեն հրթիռներ պայթեցին։ Հունիսի 13-ից Իսրայել-Իրան ավիահարվածների պատճառով օդը փակվեց, անվտանգության նկատառումներից ելնելով բազմաթիվ չվերթներ հետաձգվեցին։ Տարբեր օդակայաններում, այդ թվում Բաքվի, հայտնվեցին նաև մեր հայրենակիցները։ Երբ որ լուրը եկավ, որ սկսվել է Իրանա-իսրայելական հակամարտությունը, միանգամից նորությունները եկան, որ չեղարկվում են Միացյալ Արաբական Էմիրությունների չվերթները, քանզի նախկինում չվերթները իրականացվում էին Իրանի օդային տարածքով եւ քանի որ Իրանը փակել էր իր օդը, բնականաբար ելք չկար այդ պահին եւ չվերթները չեղարկում էին այն պահին, երբ որ արդեն սկսվեց։ Մի քանի ժամվա ընթացքում եկավ արդեն տեղեկություններ, որ չվերթները վերականգնվում են։ Ուղղակի տեղի են ունենում ժամային փոփոխություններ, չվերթների փոփոխություններ։ Արաբական Միացյալ Էմիրություններ հանգստի մեկնած քաղաքացիների մոտ խուճապ ու անհանգստություններ, զբոսաշրջիկների հանգիստը չփչացնելու ու անվտանգ տեղափոխելու համար գործի անցան ավիաընկերությունները։ Կային ավիաընկերություններ, որոնք հյուրանոցով ապահովում էին մեր ուղևորներին, կային, որոնք որ չէին ապահովում, կային ուղևորներ, ովքեր որ սպասում էին օդանավակայանում, բայց ամեն դեպքում կրիտիկական ոչ մի իրավիճակ չի ստեղծվել եւ բոլորը adekvatորեն հասկանում էին, որ ֆորս մաժորային իրավիճակ է եւ կային ուղևորներ, ովքեր որ չէին սպասում հաջորդ չվերթներին, որոնք որ պետք է տեղափոխվեին եւ իրենց միջոցներով ավիատոմսեր էին այլ ձեռք բերում տարանցիկ ճանապարհներով, որովհետեւ այդ պահից սկսած էմիրությունների չվերթները վերականգնվեցին ուղղակի այլ թռիչք ուղիներով, որոնք որ ընդհանրապես հակամարտության այդ գոտու հետ կապ չունեին։ Ժամային տևողությունը երկարեց եւ նախկինում եթե 3.5 ժամ էր չվերթները տևում, սկսեցին տևել չվերթները 5.5 ժամ։ Հակամարտության 12 օրվա ընթացքում մի քանի խոշոր ավիաընկերություն է չեղարկել չվերթները։ Հիմնականում միայն ժամային փոփոխություններ են եղել, բայց դրանք խոշոր ընկերություններ են եւ այն, որ անհանգստություն կար նաեւ արդեն փաթեթներ ամրագրած զբոսաշրջիկների մոտ, բնական է։ Մենք ստանում էինք ահաբեկված եւ անհանգստացած, վախեցած մեր արդեն իսկ ամրագրած եւ ամրագրել ցանկացող քաղաքացիների եւ հաճախորդների զանգերը, որոնք որ մտավախություններ ունեին, որ իրանց այլ ուղությունների չվերթները չեղարկվում են։ Ողջ խառնաշփոթը ստեղծվել է նրանից, որ Միացյալ Արաբական Էմիրությունները չեն կարողացել թռնել Իրանի տարածքով եւ որոշակի ավիաընկերություններ ճիշտ չեն գտել, որպեսզի 5.5 ժամ թռնել իրանց որոշակի ներքին կանոնակարգի թույլտվությունների կամ ֆինանսական հարցերի պատճառով եւ որոշել են կատարել չեղարկումներ։ Հրադադարից հետո էլ որոշ քաղաքացիներ դեռ վախը չեն հաղթահարել։ Հիմնականում խուսափում են Արաբական Միացյալ Էմիրություններից։ Այս ուղղություններով պահանջարկը փոքր-ինչ նվազել է, ինչը չի կարող չազդել տուրիստական ոլորտի բիզնեսի վրա։ Հետաքրքրվածություն կա, դիմելիություն կա, զրոական չէ, բայց նվազում բնականաբար կա, որովհետև օրինակ, եթե հաշվի առնենք Միացյալ Արաբական Էմիրությունները անցյալ տարի, որ շատ մեծ պահանջարկ են ունեցել, իհարկե նաև այնտեղ եղանակային պայմանները զգալի շոկ են, բայց հաշվի չէին առնում մեր քաղաքացիները այդ շոկը եւ մեկնում էին հանգստի, շատ գոհ վերադառնում էին։ Հիմա էլ մի քանի պատճառ կարա դա ունենա։ Իսրայել-Իրան հակամարտության պատճառով ավիացիան ամբողջ աշխարհում մեծ վնասներ է կրել ու դեռ շարունակում է փոփոխություններ իրականացնել չվացուցակներում։ Ամբողջ աշխարհի մեջ մի հատ ստվար հատված փակ էր օդը ու պետք էր հնարավոր ճանապարհներ գտնել, թե ինչպես պետք է ինքնաթիռները կարողանան ուղևորա այդ հոսքը տեղափոխել, որովհետև հիմա ժամանակակից աշխարհ է, նախկին ժամանակները չեն, որ պատերազմների ժամանակ ամբողջը կանգնի։ Այս տարի հանգստի մեկնելու ամենապահանջված ուղղությունը Կիպրոսն է։ Մեծ է պահանջարկը նաև դեպի Մոնտենեգրո, Կրետե, Եգիպտոս ու մասնավորապես Ալամեին ուղղություններով։ Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես Եվրոպան բացահայտելու հայ զբոսաշրջիկների ցանկությունները բախվում են դեսպանատներում վիզաների հերթերին ու մերժումներին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։